Կրկին բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հուլիսի 1-ն է եւ սա թվով մեր երկրորդ հաղորդումն է օրվա մեջ, քանի որ կարևոր շատ հարցեր առաջացան քննարկելու, դրա համար որոշեցի երկրորդ հաղորդումը պատրաստել ձեզ համար։ Միանգամից անոնսավորեմ, հետաքրքիր հայտարարություն է եղել Հայաստանի արտգործնախարարությունից թրիփի մասով։ Հիշում եք, մենք խոսում էինք Գալուզինի հայտարարությունների մասին, որ Ռուսաստանը տեղ է ուզում թրիփի մեջ, նաև Գալուզինը ասում էր, Ռուսաստանի փոխարտգործնախարարն է Գալուզինը, թե քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, քանի որ ռուսական զորքեր կան Հայաստանում, ռուսական ռազմաբազա եւ Հայաստանում Ռուսաստանը ներկայություն ունի, դեռևս ըստ Ռուսաստանի մենք դեռ չկարողացանք ճշել կա թե չէ այդպիսի ներկայություն, քանի որ հայկական կողմը վաղուց է ասում էր, որ ռուսները դուրս են եկել Սյունիքից։ Ամեն դեպքում Գալուզինը ասում էր, որ թրիփը պետք է կարգավորվի ԵԱՏՄ-ի կանոններով եւ Ռուսաստանը պետք է լիարժեք տեղ ունենա, մասնակցություն ունենա թրիփի մեջ։ Հիմա մենք պատասխան ունենք Մանացական Սաֆարյանի կողմից փոխարտգործնախարարի այդ մասով։ Շատ հետաքրքիր է եւ պետք է հասկանանք, թե ինչ է ասում Մանացական Սաֆարյանը, քանի որ առաջին հայացքից ինչ ասում է նա, ընտրահարույց է։ Ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությանը այդ հայտարարությունը դուրը չի գալու։ Դրա համար պետք է փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է ուզում նա ասել։ Հաջորդը Փաշինյանի եւ Միշուստինի միջև հեռախոսազրույցն է, որը որ ըստ ռուսական լրատվամիջոցների տեղի է ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ, Փաշինյանի նախաձեռնությամբ, ինչ հարցեր են քննարկվել, ինչ հեռախոսազրույց է եղել, դա եւս կփորձենք հասկանալ։ Սահմանադրական դատարանից ունենք հաղորդագրություն, հետաքրքիր հայտարարություն, կխոսենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի մասին Հարավային Կովկաս, ինչ այլոց նա արդեն Հարավային Կովկասում է, առաջին այցը փաստացի Բաքու էր պլանավորված, նա արդեն Բաքվում է եւ ունենք մենք նույնիսկ արդեն առաջին հայտարարությունները այդ այցի վերաբերյալ։ Հիմնականում սրանք են կարևոր թեմաները, բնականաբար կանդրադառնանք Ուկրաինային եւ Իրանին, ինչ այլոց Ուկրաինայի մասով նույնպես շատ կարևոր հարց ունենք քննարկելու, քանի որ Reuters-ը շատ հետաքրքիր հրապարակում է արել, փաստացի եվրոպական երկրների հատուկ ծառայություններն են այդ ինֆորմացիան տրամադրել, քանի որ շատ հետաքրքիր, շատ խորը, շատ հետաքրքիր, շատ կարևոր տեղեկություններ կան այդտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցության մասին, որ Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականները վերապատրաստվում են Չինաստանում։ Սա շատ բան է փոխվում։ Աշխարհակաղակական իմաստով շատ բան է փոխում, այդ մասին նույնպես կխոսենք։ Ձեր լայքերը իրոք չափազանց կարևոր են, սիրելի հայրենակիցներ, ես կարող եմ ասել փաստերով։ Անցած մեր հաղորդման մեջ ես մոռացա ձեզ կոչ անել անպայման լայքել եւ բաժանորդագրվել եւ արդյունքում դիտումները միանգամից նվազեցին։ Երբ որ ձեզ դիմում եմ եւ հիշեցնում եմ լայքերի համար, մեկնաբանությունների համար, իսվելու համար եւ բաժանորդագրվելու համար, միանշանակ շատ ավելի հաջողակ են դառնում մեր հաղորդումները եւ ավելի շատ մարդիկ են ստանում հնարավորություն տեսնելու մեր հաղորդումները, քանի որ յուրաքանչյուր լայք ապահովում է 10 դիտում։ Այսինքն մեր ճիշտ տեսակետը շատ ու շատ ավելի մարդկանց է հասանելի դառնում։ Իսկ ես համոզված եմ, որ այն ինչ մենք անում ենք, միանշանակ օգուտ է Հայաստանի Հանրապետության համար։ Ուրեմն սկսենք Մանացական Սաֆարյանի հայտարարությունից ազգային ժողովում հարցերին պատասխանելով նա ասել է փաստացի, որ թրիփը գործելու է ԵԱՏՄ-ի կանոններով, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է։ Հարցը հետեւյալն էր, որ Ռուսաստանի հետ ինչպես են կարգավորելու թրիփի աշխատունակությունը։ Հստակ պարզաբանում է եղել այն առումով, որ թրիփը դեռևս իրականացման փուլում է, եւ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, ԵԱՏՄ-ի կարգավորումներն են գործում Հայաստանում։ Երբ որ ես սա տեսա, առաջին տպավորությունը շատ վատն էր։ Դե ինչ է ասում այս մարդը, եւ ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանում շատերի դուրը չի եկել այս հայտարարությունը, շատերը կարող է տեսնեն դրա մեջ ինչ որ զիջումներ Ռուսաստանի Դաշնությանը, բայց եթե փորձում ենք ավելի առողջ տրամաբանել,
Հայաստանը իրոք ԵԱՏՄ-ի անդամ է եւ այն բոլոր կարգավորումները, որոնք որ կան ԵԱՏՄ-ում, վերաբերվում են նաեւ Հայաստանին։ Հիշում եք, ես ասում եի, որ Հայաստանում շատ դժվար է, Հայաստան դժվար է մեքենա ներկրել ԵԱՏՄ-ի կանոնների պատճառով, շատ ավելի թանկ է ապազերծման գործընթացը Հայաստանում, քան Վրաստանում։ Այսինքն այդ կարգավորումները մեծ խնդիրներ են ստեղծում, ես ինքս դա գիտեմ, մեքենաների մասով եւ բազմաթիվ այլ հարցերով ԵԱՏՄ-ն ունի իր կարգավորումները եւ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է եւ այդ փաստաթղթերը ստորագրել է Հայաստանը, միացել է ԵԱՏՄ-ին, ապա բնականաբար այդ կարգավորումները հիմա այս պահի դրությամբ աշխատում են Հայաստանում եւ TRIP-ը հաշվի առնելով որ գործելու է Հայաստանի տարածքում, եթե Հայաստանը դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից, ապա TRIP-ը վերաբերվելու է նաեւ TRIP-ի աշխատանքը կարգավորվելու է նաեւ ԵԱՏՄ-ով եւ այստեղից շատ կարեւոր հարց է առաջանում թե այդ կարգավորումներով TRIP-ի աշխատանքը ընդհանրապես մեզ դեռնտու կլինի թե չէ, հարց է առաջացնում եւ այս հարցին ես կարծում եմ որ մենք շատ շուտով պետք է անդրադառնանք եւ պետք է պատասխանենք։ Հույսով եմ պարզ է թե ի նկատի ունեմ ես։ Միշուստինի հայտարարությանը թե սա զիջում էր թե չէ, իմ պատկերացմամբ միանշանակ չէ, ուղղակի Հայաստանի փոխարտգործնախարարը հիշեցրել է բոլորին, որ Հայաստանը դեռևս ԵԱՏՄ-ի անդամ է եւ ԵԱՏՄ-ի բոլոր կարգավորումները վերաբերվում են բոլոր մաքսակետերին։ Հաջորդ հարցը Փաշինյանի եւ Միշուստինի հեռախոսազրույցն է, սա շատ հետաքրքիր է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ է այդ հեռախոսազրույցը տեղի ունեցել ըստ ռուսական կողմի, բայց հայկական հաղորդագրությունից մենք հասկանում ենք, թե ինչ թեմաներ են հիմնականում քննարկվել։ Քննարկման թեմաներն են եղել առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային, հումանիտար ոլորտներ։ Ահա այս հարցերի շուրջ է ծավալվել հեռախոսազրույցը Փաշինյանի եւ Միշուստինի միջև, Ռուսաստանի փոխվարչապետի միջև։ Հիմա թե ինչի է Փաշինյանը զանգահարել, լավ է արել, վատ է արել, ճիշտ է արել, սխալ է արել, ինձ ճիշտ ասած դժվար է միանշանակ գնահատական տալ, որովհետեւ մենք պետք է ունենանք հավելյալ տեղեկություններ։ Իսկ այս պահի դրությամբ մենք հավելյալ տեղեկություններ չունենք, միայն տեսնում ենք Ռուսաստանից հայտարարություններ եւ շատ լարված իրավիճակ հայ-ռուսական հարաբերություններում Ռուսաստանի պատճառով եւ Ռուսաստանի կողմից, այսինքն հայկական կողմից որևիցե լարվածություն մենք չենք տեսել, չնայած որ աննախադեպ հիբրիդային միջամտություն է տեղի ունեցել ազգային ժողովի ընտրություններին, աննախադեպ ֆինանսական եւ մարդկային միջամտություն, բայց այնուամենայնիվ հայտարարությունների մակարդակով Հայաստանի իշխանությունները բավականին զուսպ են գտնվել եւ այդ ամենի հետ մեկտեղ մենք տեսել ենք կատաղի գործողություններ Ռուսաստանի իշխանությունների կողմից, հայկական ապրանքների նկատմամբ էմբարգո, բազմաթիվ հայտարարություններ եւ ընտրությունների փաստացի արդյունքների անտեսում։ Հնարավոր է ճիշտ է մարվել Փաշինյանը, չեմ կարող ասել, կամ նա փորձել է ճշտել Ռուսաստանի դիրքորոշումը, թե ինչ կանեն նրանք այսպես շարունակելու, ինչի են ձգտում հասնել դրանով։ Եվ այդտեղից ելնելով արդեն պաշտոնական Երևանը կկարողանա կառուցել իր վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Կարծում եմ մոտակա օրերին Փաշինյանի հայտարարություններից կարող է մամլու ասուլիսից այս հարցերի պատասխանը մենք ունենանք։ Հաջորդ հարցը վերաբերվում է սահմանադրական դատարանին։ Այսօր եւս շարունակվել է սահմանադրական դատարանի նիստը եւ տեղեկություն ունենք, որ որոշումը կհրապարակվի մինչեւ հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտը։ Տեսնում ենք Հայաստանի իշխանությունների կողմից հետաքրքիր հայտարարություններ, որ ընդդիմությունը որևիցե նորմալ փաստարկ չունի, բայց նույն ժամանակ իրենք պահանջում են, որ սահմանադրական դատարանը չեղարկի այս ընտրությունները եւ շատ քիչ է հավանականությունը, որ սահմանադրական դատարանը գնա այդ քայլին։ Համենայն դեպս ես այդպես եմ պատկերացնում։ Հիմա խոսենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից Հարավային Կովկաս։ Ճիշտ ասած, ես կարծում եմ, թե Ուրսուլա ֆոն դեր Լայենը այցելի նախ Երևան, հետո Բաքու, չգիտեմ ինչու, մոտ այդպիսի տպավորություններ, բայց չէ, տեսնում ենք, որ հուլիսի 1-ին այցը տեղի ունենում Բաքու, հետո այնտեղից նա
այցելի Հայաստան։ Նախքան այցը մենք տեսանք Եվրոպական հանձնաժողովի խոսնակի հայտարարությունը այցի վերաբերյալ եւ այդ հաղորդագրությունից մենք հասկանում ենք, որ հիմնական քննարկման հարցը Բաքվում եւ Երևանում Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերաբերվում է խաղաղության գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, սա ամենակարևոր հարցն է, առևտրին, Եվրամիության եւ տարածաշրջանի երկրների միջև, Եվրամիությունը մտադիր է խթանել տարածաշրջանում էներգետիկ եւ տրանսպորտային կապի զարգացումը, սա ամենակարևոր այցի ամենակարևոր ուղղություններն են։ Այսինքն, ինչպես եւ մենք միշտ խոսում ենք, Եվրամիությանը հետաքրքրում են ճանապարհները, բնականաբար էներգետիկ անկախությունը, քանի որ առանց էներգետիկ անկախության թե տարածաշրջանի եւ թե Եվրոպայի այդ համագործակցությունը թերի կլինի, Եվրոպային նավթ եւ գազը է պետք արդարության համար ասենք, դրա համար Ադրբեջանի հետ մի փոքր այլ շահեր կան, այսինքն ադրբեջանական նավթը եւ գազը, այսինքն վստահ եմ, որ ադրբեջանական նավթի եւ գազի շուրջ խոսակցություններ կլինեն, դրան են վերաբերվում էներգետիկ ոլորտին վերաբերվող հարցերը, բայց այստեղ կապ ունի նաեւ Հայաստանը։ Հայաստանի էներգետիկ դիմակայունության մասին նույնպես խոսք կա, թե տրանսպորտային ուղիները եւ առևտուրը բնականաբար ամենակարևոր եւ հիմնական թեմաներից է լինելու։ Հենց բացի մենք ունենք արդեն առաջին հայտարարությունները Բաքվում արված Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից, նա ասում է, որ Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի լուսավոր ապագային։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասը խաղաղ եւ զարգացող եւ Եվրամիությունը ցանկանում է օգնել տարածաշրջանին այդ գործում։ Նրա խոսքերով ինքը գտնվում է Բաքվում, որպեսզի խորացնեն հարաբերությունները Ադրբեջանի եւ Եվրամիության միջև, տնտեսություն, առևտուր, տրանսպորտ, էներգետիկա եւ այդպես շարունակ։ Դրանք առաջին հայտարարություններն են, որոնք որ մենք ստանում ենք Բաքվից։ Ես կարծում եմ, ելի շատ հետաքրքիր հայտարարություններ կլինեն հնարավոր է Ալիևի կողմից եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից նույնպես։ Ինչ վերաբերվում է միջազգային կարևոր հարցերին, Ռուսաստանի մասով տեղեկություն ենք ստանում, որ Հնդկաստանից Ռուսաստանը նավթ է ներկրելու եւ խոսքը գնում է 60,000 տոն նավթի մասին, հատկապես կոնկրետ բենզինի մասին։ Այս մասին մեզ տեղեկացնում է Reuters-ը, կա նաեւ տեղեկություն այն մասին, որ արդեն տանկերներ են ուղարկում Ռուսաստան 30-ից 40,000 տոն նավթով։ Մեկ ուրիշ հաղորդագրության համաձայն մենք տեղեկանում ենք, որ Ղազախստանից Ռուսաստանը ստանում է 50,000 տոն բենզին Մոսկվայի ընթրանքով։ Ամենակարևոր այսօրվա հրապարակումը Reuters-ից շատ սկանդալային է։ Հստակ երևում է, որ այդ ինֆորմացիան տեղեկությունը Reuters-ին տրամադրել են Եվրոպայի հատուկ ծառայությունները եւ դա վերաբերվում է Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությանը ռազմական ոլորտում։ Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ հաստատի վերապատրաստվում են Չինաստանում։ Խոսվում է կոնկրետ մարդկանց մասին, կոնկրետ պաշտոնների, իրանց ծնված թվերի, այսինքն բազմաթիվ մանրամասներ, ինչից կարելի է հստակ ենթադրել, որ այդ ինֆորմացիան ճշգրիտ է եւ չափազանց կարեւոր։ Լսենք, թե ինչ կա այս հարցի շուրջ։ Հրապարակումը բավականին լուրջ եւ ուշագրավ բացահայտում է միջազգային քաղաքականության եւ ռազմական ոլորտում ըստ էության խոսքը գնում է այն մասին, որ Reuters գործակալության ձեռքն են ընկել ներքին ռազմական փաստաթղթեր եւ հետախուզական տվյալներ, որոնք փաստում են Ռուսաստանի եւ Չինաստանի միջև ավելի խորը ռազմական համագործակցության մասին, քան կողմերը պաշտոնապես հայտարարում են։ Ահա հիմնական կետերը, թե ինչ է կատարվում եւ ինչու է սա կարեւոր։ 1. Գաղտնիության աստիճանը եւ մակարդակը։ Մինչ այժմ Չինաստանը փորձում էր պահպանել ձևական չեզոքություն ուկրաինական պատերազմի հարցում հերքելով Ռուսաստանին ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերելը։ Սակայն այս տեղեկատվությունը ցույց է տալիս, որ գործընթացն անցել է ամենաբարձր մակարդակով ՌԴ պաշտպանության նախարարի անձնական հավանությամբ, ներգրավված են եղել բարձրաստիճան զինվորականներ,
այդ թվում հայտնի գեներալներ, օրինակ գեներալ գնդապետ Ռուստամ Մուրադովը, ով նախկինում ղեկավարում էր Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմը եւ ակտիվ մասնակցություն է ունեցել ուկրաինական պատերազմում, ինչպես նաեւ գեներալ-մայոր Վիտալի Գերասիմովը։ 2. Ինչ են անում ռուս զինվորականները Չինաստանում։ Ըստ հոդվածի մոտ 2-0 ռուս զինծառայող վերապատրաստում է անցել Չինաստանում, մասնավորապես Նանկին եւ Բեմբու քաղաքների ռազմական հաստատություններում։ Ռուսական կողմի ներքին զեկույցներն արձանագրել են հետևյալը. Դրական կողմեր. Չինաստանն ունի բարձրակարգ տեխնիկական հագեցվածություն, ժամանակակից սիմուլյատորներ, վարժասարքեր եւ տեսականորեն ուժեղ պատրաստված հրահանգիչներ։ Բացասական կողմեր. Ռուս զինվորականներն ընդգծել են, որ չինացի հրահանգիչները չունեն իրական մարտական փորձ։ 3. Ինչու է սա տագնապեցրել Եվրոպային։ Եվրամիությունը եւ Արևմուտքը սա դիտարկում են որպես Չինաստանի կողմից կարմիր գծերի խախտում։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հաստատել է, որ Բրյուսելը սեփական խողովակներով ստուգել եւ հաստատել է այս տեղեկությունը։ Արևմուտքի մտահոգությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ստեղծել փոխշահավետ տանդեմ։ Ռուսաստանը չինացիներին է փոխանցում Ուկրաինայում ժամանակակից պատերազմի իրական մարտական փորձը, որի կարիքը Չինաստանը շատ ունի, իսկ Չինաստանը Ռուսաստանին ապահովում է իր բարձր տեխնոլոգիական բազայով սիմուլյատորներով եւ հնարավոր է ռազմարդյունաբերական աջակցությամբ ամփոփում։ Այս արտահոսքը լիք բացահայտում է, որ Պեկինի եւ Մոսկվայի ռազմական դաշինքը շատ ավելի խորն է, քան երևում է պաշտոնական հայտարարություններում, փաստաթղթերի առկայությունը, որտեղ նշված են անգամ անձնական տվյալներն ու գաղտնիության աստիճանները, խոսում է այն մասին, որ արևմտյան հետախուզությունը լուրջ հասանելիություն ունի ռուսական ռազմական ներքին հաշվետվություններին։ Հաստատի այդպես էլ կա, ինչպես տեսնում եք սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ կարևոր հաստարկված տեղեկատվությունն է հրապարակել Reuters-ը եւ Կայա Կալասը նույնպես հաստատում է, որ նման բան կա։ Դա շատ բան է փոխում աշխարհում։ Եթե նախկինում Չինաստանը ներքին կարգով էր օգնում Ռուսաստանին, հիմա չեմ ասում բաց է օգնում, բայց բացահայտվել է եւ սա արդեն կարող է փոխել, շատ բան կարող է փոխել, վաղը մյուս օրը, օրինակի համար նույն Ուկրաինան կարող է ասել, եթե Չինաստանը բաց օգնում է Ռուսաստանի Դաշնության, ապա տվեք մեզ այնպիսի հրթիռներ, որոնցով որ մենք կկարողանանք հարվածել Ռուսաստանի խորքը, ավելի խորը, քան հիմա ենք հարված հասցնում։ Նոր հրթիռներ ուզելու, դրանից բացի սահմանափակումների վերացում, դրանից բացի արվելու են հարաբերությունները Չինաստանի եւ Եվրամիության միջև, Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, պարզ է, որ Չինաստանը նախապատրաստվում է Թայվանի մասով եւ սա կարող է փոփոխությունների հանգեցնել նաեւ Թայվանի ուղղությամբ Միացյալ Նահանգների օգնության մասով, այսինքն շատ բան կարող է փոխվել բնականաբար ոչ լավ իմաստով։ Տեսնենք թե այս սկանդալը շարունակություն կունենա թե ոչ։ Ես կարծում եմ, որ հավանականությունը շատ է, որ ոչ միայն շարունակություն ունենա, այլ նաև կոնկրետ քաղաքական եւ ռազմական գործողություններ այս ամենին հետևեն։ Ռազմական ասելով, բնականաբար կրկին նկատի ունեմ, ավելի շատ փորձ են օգնել Ուկրաինային, ինչպես նաև Միացյալ Նահանգները ավելի շատ փորձի զենք մատակարարել օրինակի համար նույն Թայվանի։ Սա հնարավոր սցենարներ են։ Իրանի մասով կարող եմ ասել այն, որ Թրամփը առաջ արտանալով նոր հայտարարություն է արել, ասելով, որ Իրանի ապա միջուկայնացման գործընթացը լավ է ընթանում, մենք շատ լավ ենք լեզու գտնում, բայց մենք տեսնում ենք մոտավորապես հակառակ հայտարարությունները Իրանից, թե ինչու է Թրամփը այսպիսի հայտարարություններ անում, մի քիչ դժվար է հասկանալ, բայց փաստը այն է, որ այս պահի դրությամբ այդքան էլ լավ չեն ընթանում բանակցությունները Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, նույնիսկ դադարեցվել են, ուղղակի այդ փոխհմբռնման հուշագիրը, որը որ ստորագրվել է կողմերի միջև եւ պայմանավորվածությունները Հորմուզի նեղուցի շուրջ, կարծես թե massամբ իրականացում են, չնայած Իրանը հստակ պահանջ է ներկայացրել, որ Իսրայելը հայտարարությունների մակարդակով եւ գործողությունների մակարդակով պետք է փոխի իր դիրքորոշումը եւ շատ կոշտ ձևով ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իրանը, որ ձեր այդ սատելիտ երկրին մոտավորապես այդպիսի հայտարարություններ չեմ հիշում կոնկրետ կարգի հրավիրեք, հակառակ պարագայում մենք կարգի հրավիրենք, այդպիսի հայտարարություններ են հնչում
Իրանից։ Իսկ Նետանյախուի հայտարարության մասին մենք արդեն այսօր խոսեցինք։ Նա ասում է, որ պատերազմը չի ավարտվել, պատերազմը երբեք չի ավարտվում, Իսրայելը գտնվում է ամենաուժեղ դիրքերում եւ հստակ հասկացնում է, որ կարող է այս պատերազմը շարունակվել։ Մենք նաեւ նախորդ հաղորդման մեջ մեր խոսել ենք այն մասին, որ Մերձավոր Արևելք է եկել ամերիկյան նավ, որի վրա կան 2200 կարծես դեսանտայիններ, թիվը արդեն հստակ չեմ հիշում, բայց 2000-ից ավել դեսանտայիններ։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։